Բարև բոլորին, մի կանա ձեր հետ, բարի գալուստ իմ ալիք։ Այս տարի Apple-ը ներկայացրեց 4 նոր iPhone՝ 17, 17 Pro, 17 Pro Max և Air։ Հիմա դուք դիտում եք iPhone 17 Pro-ի հաղորդումը։ Air-ի վիդեոն արդեն պատրաստ է և եթե հետաքրքիր է, ապա կարող եք նայել այս վիդեոից հետո։ Այս տարի, ինչպես նաև անցած տարիներ, ես նոր Pro iPhone-ները կհամեմատեմ նախկին տարվա Pro-ի հետ, iPhone 16 Pro-ի հետ։ Առաջինը, ինչը աչքի է ընկնում, իհարկե, դիզայնն է։ Apple-ը իր նոր Pro մոդելները ի սկզբանե ստեղծել էր չժանգոտող մետաղից և օգտագործել շատ տարիներ։ Մինչև որ մենք տեսանք Titan, iPhone 15 Pro-ի և 16 Pro-ի մեջ։ Այն ավելի շատ թանկ, թեթև և ավելի պինդ մետաղ է։ Բայց կարծես թե ինչ-ինչ պատճառներով իր նոր 17 Pro-ի համար Apple-ը ալյումին որոշեց օգտագործել։ Իհարկե, այդ պատճառներից մեկը դա ալյումինի ջերմություն ցրելու ունակությունն է, բայց իմ կարծիքով այստեղ ծախսերի նվազման հարցերն էլ կար։ Ինչևէ, ալյումինը իրոք օգնում է, որպեսզի հեռախոսը շատ չտաքանա։ Պլյուս իր մեջ առաջին անգամ Apple-ը տեղադրել է vapor chamber, որը ավելի լավ է ցրում տաքությունը։ Սա, եթե գիտեք, իհարկե, շատ տարիներ արդեն օգտագործվում էր այլ Android սմարթֆոնների մեջ, ինչպես նաև համակարգիչների մեջ, պասիվ հովացման համար։ Նաև նշեմ, որ ալյումինն ավելի հաճելի է օգտագործել և ձեռքի մեջ ավելի փափուկ է թվում։ Բայց զգուշ եղեք, եթե այն գցեք գետնին, ապա ավելի հեշտ է երևալու ընկած և վնասված տեղերը։ Apple-ը iPhone Air-ի պես այս մոդելի մեջ ևս տեղափոխել է իր բաղադրիչները, կենտրոնացնելով այս վերևի պլատոյի մեջ։ Այո, այսպես է անվանում Apple-ը այս բարձրունքը կամ դուրս եկած հատվածը։ Սա թույլ է տվել ունենալ ավելի մեծ մարտկոց կամ բատարեյկա, ինչպես նաև ավելացրել է անտենաներ այս բարձրունքի եզրերով, շնորհիվ որի 4G կամ 5G ինտերնետը և ընդհանրապես բջջային ծածկույթի կապը բարելավվել է։ Չգիտեմ դուք ինչ կարծիքի եք այս դիզայնից, բայց օրինակ ես հաճախ եմ վիդեո նկարում կամ թեքում հեռախոսը և օգտագործում երկու ձեռքով։ Այն այդքան էլ հարմար չի բռնել, օրինակ իմ ձախ ձեռքը ամբողջովին ծածկում է կամ լույսը կամ այս խորության հեռավորության սենսորը։ Բայց ինչին ես հաստատ չընտելացա իմ համարյա թե 2 շաբաթվա օգտագործելուց հետո, դա նոր նարնջագույն գույնն էր։ Եթե քեյսի մեջ չեք դնում, ապա դիմացից միանշանակ գույնը երևում է, և ինձ պարզապես դուր չի գալիս նարնջագույն կամ թեկուզ սպիտակ եզրերը։ Եվ այդ պատճառով օգտագործում եմ կապույտը։ Pro-երը ունեն կապույտ, արծաթագույն և նարնջագույն գույներ, և ցավոք չկա սև գույն։ Չափսերը սկսում են 256 GB-ից և նույնիսկ հասնում 2 TB Pro Max մոդելի մեջ։ Օրինակ Ամերիկայում և Կանադայում և մի քանի այլ երկրներում iPhone 17 Pro-ները և Pro Max-երը չունեն SIM քարտի տեղ։ Անցած տարի ևս չկար SIM քարտի տեղ, բայց այս անգամ իրանք ունեն ավելի մեծ բատարեյկա այդ SIM քարտի բացակայության տարածքի հաշվին։ Եթե ուզում եք SIM քարտով մոդել, ապա կարող եք Եվրոպայից կամ Անգլիայից գնել։ Համատելով անցած տարվա 16 Pro-ի հետ, դինամիկների մեջ ես տարբերություն չզգացի, ձայնի որակը շատ լավն է և ինչպես կարող եք ինքներդ հիմա լսել։ Անցնենք էկրանին։ Իրականում այդքան շատ բան չի փոխվել, բայց կան փոփոխություններ։ Չափսը նույնն է, բայց կարծես թե ավելի վառ է, ունի որոշ հակաանդրադարձնող ծածկույթ ու ավելի դժվար է խազվում։ Բայց այս բոլորը ես ինքս չեմ նկատել, ճիշտն ասած։ Կա յութուբեր, ով որ ստուգում է iPhone-ների եւ այլ սմարթֆոնների էկրանի պնդությունը եւ հաստատել է, որ իրոք էկրանը շատ ավելի դժվար է խազվում, քան անցած տարվա 16 Pro-ն։ Մինչև ֆոտոխցիկներին եւ նկարներին անցնելը, կարճ ամփոփեմ մնացած փոփոխությունները։ iPhone 17 Pro-ն մոտ 20%-ով ավելի մեծ բատարեյկա ունի անցած տարվա համեմատ։ Սա հանգիստ կդիմանա ձեզ 1 օր եւ նույնիսկ ավել։ 12 GB RAM ունի անցած տարվա 8-ի փոխարեն։ Մի քիչ ավելի արագ վերալցքավորում, համ անլար, համ լարով։ Եվ իհարկե մի քիչ ավելի նոր եւ արագ չիպ A19 Pro համատած անցած տարվա, բայց չեմ կարծում, որ ինչ-որ էական տարբերություն նկատեք։ Այսինքն էական տարբերություն անցած տարվա 16 Pro-ի հետ հիմնականում երևում է իր արտաքինից, այսինքն դիզայնով։
Եվ այո, մի քիչ ավելի երկար կյանքով, բայց մնացած բաները, ինչ որ ես թվարկեցի, եթե ձեզ տենց շատ չեն գրավում, ապա դուք պարզապես դիզայնից բացի շատ մեծ տարբերություն չեք տեսնի անցած տարվա համեմատ։ Իսկ հիմա անցնենք նկարներին։ Pro մոդելները, ինչպես գիտեք, ունեն 3 ֆոտոխցիկ՝ հիմնական, լայն անկյուն եւ խոշորացնող։ Հիմնականները եւ լայն անկյունները նույնն են մնացել 48 մեգապիքսելանոց, բայց 17 Pro-ի մեջ հիմա այս տարի 48 մեգապիքսել է նաեւ խոշորացնող ֆոտոխցիկը։ Բայց այս անգամ, չգիտես թե ինչու, միայն 4 անգամ է խոշորացնում։ Անցած տարի այն 5 անգամ էր, բայց անցած տարի նաեւ հիշացնեմ, որ այդ 5 անգամը 12 մեգապիքսելանոց նկարներ էր նկարում։ Բավականին շատ նկարներ եմ արել, համ 16-ով, համ 17-ով, եւ ընդհանուր նկարների համատությունից կարող եմ ասել, որ այս տարվա նոր 17 Pro-ի մեջ ամենամեծ փոփոխությունը դա գույներն են։ Իմ աչքերին ավելի ճշգրիտ են երևում, քան թե անցած տարվա 16 Pro-ի մեջ։ 16 Pro-ն այս բոլոր նկարների մեջ աչից է եւ 17 Pro-ն նորը ձախից։ Անցած տարվա մոդելը ունի ավելի արհեստական, վառ եւ ավելի երևացող կամ լուսավոր գույներ։ Հենց այս նկարի մեջ ես կարող եմ ասել, որ իրական պատկերը 17 Pro-ի նկարածն էր։ Դա ավելի շատ էր համապատասխանում իրականությանը, երբ որ այդ րոպեին նկարեցի ես։ Այստեղ օրինակ ավելի ճիշտ է ցույց տալիս նոր մոդելը ասֆալտի գույնը եւ արևից շենքի ստվերը, որը ավելի է արտահայտված։ Իհարկե կան դեպքեր, երբ տարբերությունը համարյա թե չի զգացվում, գույների ճշգրիտ լինելը նաեւ խոշորացնող ֆոտոխցիկի վրա է տարածվում, ինչպես օրինակ այս դեպքում։ Իմիջիայլոց խոշորացնող ֆոտոխցիկը այդքան էլ մեծ տարբերություն չի տալիս նկարների մեջ։ Օրինակ, չգիտեմ ձեզ որն է դուր գալիս այս երկու նկարների մեջ։ Բայց հենց լույսը սկսում է վատանալ, ապա նոր մոդելը ավելի լավ է մաքրում նկարը եւ իսկական լուսավորությունը ցույց տալիս։ Այս նույնը կարող եմ ասել նաեւ շատ վատ լուսավորության դեպքում սովորական նկարների համար։ Տեսեք օրինակ ինչքան լավ է երևում մեջտեղի խաչը եւ միաժամանակ ինչքան վառ են պատոհանի գունավոր մասերը։ Այս նկարով հասկանում եք, որ նոր iPhone-ը իրոք փորձում է գույնը ճիշտ ցույց տալ, իհարկե որոշ նկարներում դա չի երևում, այնպես որ սա միանշանակ բան չի, որ ամեն նկարի մեջ տեսնեք։ Ես նաև նկատեցի, որ հենց night mode-ով նկարելուց նոր iPhone-ը կարծես թե չի ուզում շատ բացացնել նկարը, որ իմ կարծիքով լավ է։ Ես օրինակ այս նկարում ծառի կանաչ գույնը ինձ ավելի ճշգրիտ է երևում, կարծես թե նոր մոդելի մեջ։ Վերջում նաև նշեմ, որ կա մակրո կամ լայն անկյուն ֆոտոխցիկը, որը եւս գույնային բարելավումներ է ստացել։ Չնայած որ ոչ մի բարելավում չեմ տեսնում վառ լուսավորության դեպքում նկարների մեջ։ Այսքանով ամփոփում եմ հետևի ֆոտոխցիկները, բայց իհարկե կա նաև նոր selfie դիմացի ֆոտոխցիկը, որը ինչպես նաև բոլոր նոր iPhone-ների մեջ այս տարի ունի քառակուսի սենսոր։ Այսինքն դա ձեզ թույլ կտա նկարել selfie-ներ ուղղահայաց ձևով, կամ օրինակ կարող եք օգտագործել ձեր դիմացի ֆոտոխցիկը որպես ինչ-որ on-line հանդիպման համար ֆոտոխցիկ լապտոպի ֆոտոխցիկի փոխարեն։ Եթե խոսում ենք վիդեոներ նկարելու մասին, ապա կարծում եմ ավելորդ է նշել նորից, որ Apple-ին պարզապես հասնող չկա, երբ համատում ենք iPhone-ով նկարած վիդեոները ուրիշ սմարթֆոնների հետ։ Այնքան տեխնոլոգիա, որ կա 17 Pro-ի կամ Pro Max-ի մեջ, զուտ չկա ոչ մի այլ սմարթֆոնի մեջ։ Ամենամոտիկը, որ փորձում է հասնել iPhone-ին, դա երևի թե Galaxy S25 Ultra-ն է Samsung-ից, որը կարծում եմ, որ ունի միակ առավելությունը iPhone-ի նկատմամբ, որ ունի 8K վիդեո նկարելու հնարավորություն։ Ամենատարօրինակն այն է, որ Apple-ը իրոք կարող է մեզ թույլ տալ նկարել 8K մեր iPhone-ներով։ Դրա համար ընդհանրապես պետք է մինիմում 35 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ, որը կան այս սմարթֆոնների մեջ։ Բայց չես հասկանում, թե ինչու իրանք չեն ավելացնում։ Ինչևէ, վիդեոյի մասին շատ բան չեմ կարող ասել, պարզապես իմացեք, որ iPhone-ը դա ամենալավ վիդեո կամերան է ցանկացած սմարթֆոնի մեջ այսօր։ Եվ այսքանով վերջանում է այս հաղորդումը։ Ինչ կարող եմ ձեզ ասել, որպեսզի ամփոփեմ։ iPhone 17 Pro-ն իրոք հաջողված մոդել է։ Ցավոք, մենք կորցրեցինք Titan-ը, որը ես շատ էի հավանել iPhone 15 Pro եւ 16 Pro մոդելների մեջ, ինչպես նաեւ բացակայությունը սև եւ բնական Titan գույնի։ Չգիտես թե ինչու սև չկա այս տարի։ Բայց միաժամանակ ստանում ենք բարելավումներ այս մոդելի մեջ, իր տաքության հովացման հնարավորությամբ, երկար կյանքի, նոր selfie ֆոտոխցիկի, գնի չբարձրացման եւ 256 GB-ով սկսվող մոդելներով նոր iPhone-ի մեջ։ Դա կարևոր է։ Միգուցե եթե iPhone 16 Pro-ից գաք 17 Pro-ի մեջ այդքան չեք զգա փոփոխությունները,
Քանի որ անցած տարի օրինակ 15 Pro-ից 16 իրոք տարբերություն կար բատարիկայի եւ հեռախոսի կյանքի բարելավման մեջ։ Դիզայնը մի կողմ դրած 17 Pro-ի մեջ դուք իրոք կզգաք տարբերություն ամենօրյա օգտագործման մեջ, եթե դուք ունեք ավելի հին մոդել, ասենք 15 Pro կամ ավելի հին, եւ այս առումով ես միանշանակ խորհուրդ կտամ 17 Pro-ի անցնելը։ Եթե դուք ունեք iPhone 15 Pro-ից ավելի հին մոդել, ես նաեւ խորհուրդ կտամ գնել անցած տարվա iPhone 16 Pro-ն, եթե ձեզ համար Titan-ը օրինակ ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ 17 Pro-ում արդեն ալյումինի են կանցել։ Ինչպես նաև եթե դուք չեք ուզում ավելի շատ գումար ծախսել եւ 16 Pro-ն ամբողջովին ձեզ կբավարարի տարիներ շարունակ։ Շնորհակալ եմ, որ նայեցիք այս շատ երկար պատրաստվող հաղորդումը։ Ճիշտ ասած, մոտ 1 ամիս է մի քիչ լավ չէի զգում, այդ պատճառով ձգձգվեց վիդեոյի պատրաստումը, բայց հիմա ամեն ինչ լավ է։ Շատ շնորհակալ եմ, որ նայում եք իմ հաղորդումները եւ սպասում նորերին։ Ձեր հետ մի կան կհանդիպենք մոտ ապագայում։